Եթե մենք փորձենք օրինակ դիտարկենք մեր դատական պրակտիկան, հա այդ կոչերի հոդվածը իրենից ներկայացնում է միջին ծանրության հոդված, որով պատիժ նախատեսվում է նաև տուգանքի ձևով, էլի։ Եթե մենք փորձենք մեր դատական պրակտիկան նայենք, դժվար թե գտնենք որևէ գործ, վստահ եմ, որ չենք էլ կարող գտնել, որ միջին ծանրության հոդվածով մեղադրվող անձին 4 ամիս ժամկետով, դե արդեն երկարացրեց կլինի արդեն 5 ամիս ժամկետ անազատության մեջ պահած լինեն։ Մի հատ նմանատիպ դեպք հնարավոր չի գտնել, առավել ևս, որ այդ անձը չունի որևէ դատվածություն, ունի բարձր հասարակական հեղինակություն, ել չեմ ասում, որ խոսում ենք բարերարի ու ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին։ Հետևաբար դա իրականում աբսուրդային է, երբ որ միջին ծանրության հոդվածով անձին տևական ժամանակ պահում են անազատության մեջ, փորձում են ապօրինի մեղսագրել իբրև թե փողերի լվացման շինծու մեղադրանքներ, որոնք շատ լավ է, որ դատարանը դիտարկում է, որ հիմնավոր կասկած չկա, բայց մենք չենք էլ կարող չփաստել, որ տուգանք նախատեսող հոդվածով մարդուն երկարաժամկետ պահում են անազատության մեջ։